Մի խոսքից եմ ուզում սկսեմ, որ ժամանակը շատ չվատն է, հռոմեացիների թղթից 8-րդ գլուխ 28-ից մինչև 34-րդ խոսքերը։ Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին նրանց, որ նախասահմանելով կանչված են։ Որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր որդի պատկերի կերպարանակից լինելու, որ նա անդրանի կլինի շատ եղբայրների մեջ, եւ որոնց առաջուց սահմանեց, նրանց կանչեց, եւ որոնց կանչեց, նրանց արդարացրեց, եւ որոնց արդարացրեց, նրանց փառավոր էլ արավ։ Ապա ինչ ասենք այս բաների համար, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ, որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, էլ ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհիլ մեզ, ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, Աստված է որ արդարացնում է, ով է որ դատապարտ է Քրիստոսը, որ մեռավ եւ ավելի որ հարություն առավ, եւ Աստծո աշկողմն է, որ մեզ համար բարեխոսել է։ Փառք Տիրոջը, այս խոսքերի համար Պողոս առաքյալը Սուրբ Հոգով լսվածը գրեց այս խոսքերը, որ մենք հասկանանք, որ պարզապես մենք օտարներ չենք, պարզապես կորածներ չենք, պատահականություն չենք, այլ Աստծո կողմից ունեցած նախասահմանություն ունեցող մարդիկ ենք։ Եվ այսօրվա իմ խոսքի վերնագիրը սենց եմ գրել, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ։ Մենք մի բան հասկանանք, որ Աստված մեր կողմն է։ Եվ ինչի համար Աստված եղավ մեր կողմը, որովհետև ինքը նախասահմանեց մեզ, նա սիրեց մեզ, նա ամեն մի ճանապարհներ հարթեց մեր կյանքի մեջ, որ նա մեր հետ լինի, մեր կողմը լինի։ Ամեն։ Դա համար շատ կարևոր է այս մարդիկ, որոնք որ նոր ապաշխարեցին ու մարդիկ, որոնք որ շուտ ապաշխարած են, շատ կարևոր է որ հասկանան, որ Աստված իրանց կողմն է։ Ոչ մեկ չի կարող իրանց հակառակ լինի, որովհետև Աստված է իրանց կողքին։ Ամեն։ Եվ ամեն մեկս որ սա հասկանա, մենք իմանանք, որ մենք կորած մարդիկ չենք, մեր անունը գրված է հավիտենական կյանքի մեջ։ Թեև այս ժամանակներում Հովանես Ավետարանն ինչն ասում է, չգիտեմ ին վաղ որ ինչ պետք է լինի, բայց մի բան գիտեմ, երբ որ նա գա, նրա նման կլինեմ։ Այսօր շատ կարևոր է որ մենք ունենանք այս հույսը մեր մեջ ու հասկանանք, որ Տեր շնորհակալ եմ այն որոշման համար, այն նախասահմանության համար, որ ես այսօր ունեմ։ Բայց այդտեղ մի գաղտնիք կա։ Խոսքը ասում է, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ։ Գիտեք, այս ամեն ինչի մեջ առաջինը գրում է եթե, բայց կա որ եթե Աստված մեր կողմը չի։ Մենք շատ կարևոր է որ ուշադրություն դարձնենք, ինչի Պողոս առաքյալը այդ եթեն գրեց, որ մենք հասկանանք, եւ կարա որ Աստված մեր կողմը չլինի։ Թեև ինչքան Աստված ցանկանում է մեր կողմը լինի, բայց կարա մեր ոչ ճիշտ պահելաձևով Աստված մեր կողմը չլինի։ Ամեն։ Ես ուզում եմ միտեղ կարդամ Թվոցից 22-րդ գլուխ 1-ից 3 խոսքերը։ Եվ Իսրայելի որդիքը չվեցին եւ Մովաբի դաշտերի մեջ Հորդանանի մյուս կողմը Երիքովի մոտ իջևան արին։ Եվ Սեփորի որդի Բաղակը տեսավ այն ամենը, ինչ որ Իսրայելն արավ ամորացիներին։ Եվ Մովաբը շատ վախեցավ ժողովրդիցը, որովհետև շատ էին, եւ Մովաբը տագնապում էր Իսրայելի որդկանց երեսիցը։ Հետաքրքիր է, երբ որ Իսրայել ժողովուրդը անապատ դուրս եկավ, Եգիպտոսից դուրս եկավ։ Ինչն էր պատճառը, որ Իսրայելը գնալու ժամանակ այս Մովաբացիները հանդիպեց, այս երկրի մոտ հանդիպեց։ Ու Մովաբացին տեսավ, որ Իսրայելի զորավոր ձևով Աստվածին ձևի Իսրայելին հանեց Եգիպտոսից։ Տեսավ, այս ամբողջ պետություններն ին ձևի պատերազմ արեց ու հաղթեց ու եկավ Մովաբի մոտ։ Ու Մովաբի թագավորը իր մեջ տագնապ ուներ, ինքը վախենում էր։ Ու ինչ տեղի ունեցավ, ինքը ուղարկեց, մարդ ուղարկեց, դեսպան ուղարկեց բանին, հեսա ասեմ, Բաղամի մոտ դեսպան ուղարկեց, այս Մովաբի թագավորի անունը Բաղակ էր, ու ինքը դեսպան ուղարկեց Բաղամին, որը որ մի հատ Աստծո մարգարե էր, ու ինչի համար, որովհետև գիտեր, որ այս Աստծո մարգարեն, ում որ անիծում է, անիծված է լինում, ում որ օրհնում է, օրհնած է լինում,
Ու հետաքրքիր է, երբ որ Բաղամին ասեց շատ մեծ հարստություն ուղարկեց այդ ամեն ինչը, Բաղամը ասեց սպասեք գիշեր, ամբողջ գիշեր սպասեք, առավոտ ես ձեզ պատասխանեմ։ Դե Աստված ինչ ասում ինձի։ Ու երբ որ քնեց Աստված Բաղամի հետ խոսած ասեց մի գնա իրանց հետ, որտեղ այն ժողովուրդը որ դուրս են հելել, իրանք օրտնված են լինելու։ Ու քո խոսքերը երբեք ու երբեք չանես։ Հետաքրքիր է ինչումն է որ նույնը Աստված այսօր մեզ է ասում։ Քեզ օրտնողներին օրտնելու եմ ու քեզ անիծողներին անիծելու եմ։ Աստված ասում է որ դու օրտնված ես լինելու։ Ոնց որ Իսրայելին ասեց, այդպես այսօր մեզ ասում, ասում է եթե Տերը քո կողմն է, ով է քեզ հակառակ։ Նույնը Իսրայելին էր ասում։ Բայց ինչ տեղի ունեցավ, որ եւ առավոտ հարթնացավ Բաղամը ասեց Բաղակի ուղարկողներին, ասեց լսի ես չեմ գալ ձեզ հետ, որովհետեւ Աստված իրանց հետ Աստված այդ ժողովրդին օրհնել է։ Ու երբ որ այս դեսպանները հետ գնացին, էլի Բաղակը մի հատ ուրիշ մարդիկ ուղարկեց։ Ասեց ես ձեզ շատ հարստություն կտամ, մենակարի ու անիծի։ Ու երբ որ հետաքրքիր է, երբ որ եկավ այս Բաղամին ասեցին, Բաղամը ասեց ես գիշեր մնացեք տենամ Տերը ինչ կասի ինձի։ Բայց Աստված ասեց գնա, որ ես կդնեմ քո շրթունքներին էդի կասես։ Ու երբ որ Բաղամը գնաց ճանապարհին ինչ ասեց, 3 անգամ Բաղակը դրեց զոհեր մատուցրեց, որ այդ զոհի միջոցով Բաղամը պետք է գնա անիծի այդ ժողովրդին։ Բայց երբ որ Բաղամը գնաց անիծելու, սկսեց օրհնել այդ մարդկանց։ Հետաքրքիր է, գիտեք ինչու, որովհետև երբ որ անեզքը դուրս է գալի, մինչև քեզի հասնելը ինքը օրհնություն է դառնում քո կյանքի մեջ։ Որովհետև Աստված քո կողմն է։ Լսեք, շատ անգամ մենք վախենում ենք հարևանի անեզքից, բարեկամի անեզքից, մյուսի անեզքից։ Եթե Աստված մեր կողմն է, ինչ անես պետք է հասնի ինձի։ Ինքը օդի մեջից դառնալու է օրհնություն հասնելու համար մեզի։ Դա համար մենք պետք է հասկանանք, եթե Տերը մեր կողմն է, դա իզուր չի ասված։ Բոլոր անեծները օրհնություն են դառնալու մեր կյանքի համար։ Ինչի համար Աստված ասեց Մատթեոսի ավետարան մեջ ինչի Հիսուս ասեց ձեզ անիծողներին օրհնեցեք, ինչի համար։ Ոչ թե նրա համար, որ մենք այնքան թուլամորթ ենք, որ մենք պետք է վախենանք, օրհնենք, չէ, սա չի պատճառը։ Այլ պատճառը նրանումն է, որ դու եթե օրհնես քեզ անիծողներին, իր անեծքը քեզ որպես օրհնություն։ Բայց եթե դու իրան անիծես իր անեծքի համար, այդ անեծքը գալու է քեզ որպես անեծք, ինչի։ Որտեղ դու անիծեցիր։ Ահա ինչքան հոգևոր գաղտնիք կա, որ մենք հասկանանք, որ մեզ անիծողներին օրհնելու ենք եւ ոչ թե անիծենք։ Մեզ բամբասողներին խնդրելու ենք, աղոթք ենք անելու եւ ոչ թե բամբասենք։ Ինչի, որովհետեւ դրա մեջ օրհնություն կա։ Դրա մեջ Աստծո կամք կա, որովհետեւ եթե Աստված մեր կողմն է, ով կարա հակառակ կայնի մեզ։ Բայց ասեց եթե Աստված։ Ու մի հասցե սրանումն է, իսկ եթե ինձ անիծողին անիծեմ, նշանակում Աստված քո կողքը չի։ Աստված քո կողքը չի կարա լինի։ Տեսեք ինչ հետաքրքիր պատմություն է։ Երբ որ այս Բաղամը 3 անգամ փորձեց, որ անիծեր ու Աստված շրթունքները փոխեց ու ինքը սկսեց օրհնելը։ Գիտեք ինչ ասեց, եկավ Բաղակին ասեց լսի, այս ժողովուրդը Աստծո կողմից օրհնված են, դու չես կարի իրանց բան ասես։ Ու ասեց լսի, ես կարամ մի հատ մարգարյանամ, որ այս ժողովուրդը ինչ անելու հետո։ Ու սկսեց մեկնելը, դե ասես այս ժողովուրդը ինչ անելու Աստծո կողմից։ Բայց հետո մի խորհուրդ տվեց։ Ասեց եթե Աստված իրանց կողմն է, մի բան կարաս անես, որ մեղ կմտնի այդ ազգի մեջ ու Աստված ինքը կանիծի։ Ու ինչ տեղի ունեցավ, երբ որ կարդում ենք «25-րդ գլուխ Թվոցի 25-րդ գլուխ 1-ից 2 խոսքերը։ Տեսեք, եւ տենցել ինչ տեղի ունեցավ, որ Բաղակը թողեց Բաղամին, այդ մարգարեն գնաց իր տեղը ու ինքը սխալ բաներ արեց։ Տեսավ, որ այդ ժողովուրդը իր տարածքի մեջ իրանց վրանները փռել էին ու տեսեք ինչ ասում է։ Եվ Իսրայելը Սատիմումը բնակվեց եւ ժողովուրդն սկսեց Մովաբի աղջկերանց հետ պոռնկություն անել։ Եվ նրանք ժողովրդին հրավիրեցին իրանց աստվածների զոհերին, եւ ժողովուրդը կերավ եւ նրանց աստվածներին երկրպագություն արավ։
ինչ տեղի ունեցավ, մեղքը մտցրեց Իսրայելի մեջ։ Չերես իրանց սխալ ճանապարհով մեղքը մտցրեց Իսրայելի մեջ, ինչի, որովհետև ինչի համար ես պատերազմեմ, ինչի համար իմ ժողովուրդը կորցնեմ, երբ որ Աստված կարա կորցնի իրանց։ Եվ Թվոցի 25-րդ գլուխ 5-ից 9-րդ խոսքը տեսեք ինչ ասում, ասում է եւ Մովսեսն ասեց Իսրայելի դատավորներին. «Մերցրեք ամեն մեկը ձեր մարդկանցը, որ Բեֆթիվ Բելփեդովրին այցելին, եւ ահա Իսրայելի որդիներից մի մարդ եկավ եւ իր եղբայրներին մի մադյանացի կնիկ բերավ Մովսեսի աչքի առաջին եւ Իսրայելի որդկանց բոլոր ժողովքի առաջին, երբ որ նրանք ժողովքի խորանի դռանը լալիս էին։ Հետաքրիր է ինչ ձևի այդ մեղքը մեծացել էր Իսրայելի մեջ, որ մարդիկ խորանի դեմը աղաչում էին, աղոթում էին, լացում էին, իսկ ինքը այդ կնգան վեկալեց ու Մովսեսի աչքերի առաջ եկավ ու մտավ իր պալատը, իր վրանը։ Ահիշկան անզգամության մեջ էր ընկել Իսրայելը։ Ու տեսեք ինչ է տեղի ունեմ ստեղ։ Եվ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին Փենեհեսը տեսավ այս ժողովքի մեջիցը, վեր կացավ եւ ձեռքը մի գեղարդ առավ, եւ այն իսրայելացի մարդի ետևից սենյակ մտավ, եւ երկուսին էլ, այսինքն իսրայելացի մարդին եւ կնկան փորիցը խոցեց։ Եվ հարվածի Իսրայելի որդկանցիցը դադարեց։ Եվ հարվածիցը մեռածները 24,000 հոգի էին։ Հետաքրիր է Մովաբացին Բաղակը ոչ մի պատերազմ չարեց, այլ Տերը Աստված պատերազմեց նրա փոխարեն։ Գիտեք ինչի, որովհետև մեղքը մտել էր այդ ազգի մեջ։ Պողոս Արաքյալը այս թղթի մեջ ասում է, եթե Աստված քո կողմն է, ով է քեզ հակառակ։ Իսկ եթե Աստված քո կողմը չի, հենց Աստված է հակառակ։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք, այսօր մենք բոլոր սապաշխարել ենք, այսօր մենք բոլոր սրբվել ենք, այսօր Աստված մեր կողմն է։ Սատանայի գործը նույնն է, ինքը չի փոխվում, ինքը երբեք ու երբեք չի պատերազում մեզ։ Ինքը գիտի, եթե մեզ հետ պատերազմի, ինքը կպարտվի։ Ինքը իշքան անիծում է, օրհնություն է դառնում մեր կյանքի մեջ։ Իշքան մարդիկ օգտագործում մեր կյանքում, այդքան այդ կյանքը օրհնություն է դառնում մեր կյանքի մեջ։ Բայց ինչ անի Սատանը, նույն տակտիկան ինքը անում է, մեղք ուզում է մտցնի մեր կյանք, որ Աստված պատերազմի մեր հետ։ Մի մարդ Մովաբացիների ձեռքով մի մարդ չմահացավ, բայց 25,000 հոգին Աստծո միջոցով մահացան, ինչի որովհետև մեղք կար նրանց մեջ։ Դրա համար այսօր շատ կարևոր է, որ մենք Աստծո որդի լինելով, մենք պետք է հասկանանք, Տեր, օգնի, որ իմ ու քո մեջտեղը մեղք չմտնի։ Օգնի, որ ես քո խոսքիդ մեջ ապրեմ, խավարի մեջ չապրեմ, այլապես Աստված կպատերազմ, ոչ թե Սատանեն։ Ամեն։ Դրա համար Տերը սորտնի ամեն մեկից, որ մենք հասկանանք, տեսեք, միտեղ էլ մի պատմություն մասին եմ ուզում խոսամ, Առաջի Թագավորաց 15-րդ գլուխ 1-ից 4-րդ խոսքերը։ Եվ Սամվելն ասեց Սավուղին, դա մի պատմություն էր, որ Աստված օրհնել էր Սավուղին, թագավոր էր Սավուղին, Սավուղը օծված էր, յուղով օծել էր, ամեն մեկին յուղով չէին օծում առաջ։ Հիմա է, որ հիվանդա կարա հավատքով գա առաջ ու յուղով օծեն, բայց այն ժամանակ այդ ձև չէր։ Մենակ հատուկ թագավորներին էին օծում։ Եվ տեսեք Աստված ինչ ասում Սավուղին։ Եվ Սամվելն ասեց Սավուղին, Տերն ինձ ուղարկեց քեզ իր Իսրայել ժողովրդի վրա թագավոր օծելու։ Եվ հիմա Տիրոջ խոսքերի ձայնը լսիր։ Զորաց Տերն այսպես է ասում. ես հիշում եմ ինչ որ Ամաղեկն արավ Իսրայելին, որ նրա ճանապարհը կտրեց, երբ որ նա դուրս էր եկել Եգիպտոսից։ Հիմա գնա եւ Ամաղեկին զարք, եւ նրա բոլոր ունեցածը նզովեցեք, եւ նրան չխնայես, եւ մերցնես մարդից միջև կինը, երեխայից միջև կատնակերը, արջարից միջև ոչխարը եւ ուխտից միջև էշը, եւ Սավուղը ժողովրդին կանչեց եւ տեղայի մեջ նրա հանդես արավ, որ 200,000 հետևակ զորք էին եւ հուդայանքն էլ 10,000։
Հետաքրքիր է ցույց տալի, որ Աստծո ծրագիրը, երբ որ Աստված ասեց Սավուղին, որ ինչ պետք է անի ես ազգի դեմ։ Ու հետաքրքիր է ինչու՞մն է, որ Սավուղը երբ որ գնաց պատերազմ անելու, ցույց է տալի, որ բոլոր ազգերին սպանեց, բայց թագավորին Ագագին պահեց եւ ասում է իրանց լավ պարարտ ունեցվածքը, ոչխարներն էր, անասուններն էր, եզներն էր, դրանք խնայեց, հետ բերեց։ Այսինքն ինքը չարեց այն ինչը որ Աստված ասեց։ Որտեւ շատ անգամ մենք գիտենք դե այդ ամեն ինչը մենք անում ենք Տիրոջ կամքի մեջ, բայց հասկանում ենք մի բան, որ բաներ կա, որ մենք չենք արել այդ ձև։ Մենք արել ենք այն ձևով, որ չափով որ մեզի ձեռ է տալի, բայց այն ձևով չենք արել, որ չափով որ Աստված է ուզում։ Եվ ինչ տեղ ունեցավ, որ երբ որ ինքը վերադարձավ, այդ անասուններին էլ բերեց, ու ինչ տեղ ունեցավ, որ Աստված փոշմանեց, որ Սավուղին թագավոր օծեց։ Եվ Սամվելին նորից ուղարկում, ասում է գնա Սավուղին սենց ասա, ու այդ խոսքն եմ ուզում մի հատ սերտենք, էլի տենանք ինչ ասում։ Եվ Տիրոջ խոսքը եղավ Սամվելին եղավ ասելով, զղջացի, որ Սավուղին թագավոր եմ արել, որտեվ ինձանից ետ դարավ եւ իմ խոսքերը չկատարեց։ Հետաքրքիր է Սավուղը, որ հաղթեց, ով էր պատճառը, որ Սավուղը հաղթեց։ Իր 200,000 հոգանոց զորքը, ոչ, այլ Աստված էր, որ բերեց իր կյանքի մեջ հաղթություն։ Գիտեք, մեր կյանքի մեջ երբ որ գալիս է հաղթություն, ոչ թե պատճառը նա է, որ մենք խելացի ենք, շատ խելացի ենք, ոչ թե պատճառը նա է, որ մենք համբերատար ենք, ոչ թե պատճառը նա է, որ մենք սիրուն ենք, այլ պատճառը նա է, որ Տերն է մեր հետ։ Որ Տերը ասում է մեր կյանքի մեջ, եւ բաներ կա, որ մենք պետք է հեռացնենք մեր կյանքից։ Այն ինչը որ անցած տարի նորմալ էր մեր կյանքի համար, այս տարի աննորմալ է դա մեր կյանքի համար, որովհետև մենք հասունանում ենք։ Այն որ անցած տարի դա մեղք չէր, այս տարի մեղք կա դառնում մեր համար, որովհետև մենք հասունանում ենք։ Եվ Աստված ուզում է որ մաքրի մեզ ճանապարհից, բայց այն որ մաքրում ենք ու մեզի ձեռը տալի, ասում ենք հա Տեր ջան, մենք ուզում ենք որ օրտնվենք, մենք ուզում ենք ավտո ունենանք, մենք ուզում ենք Բայց այնը որ գալիս է որ Աստված ուզում է որ մաքրի մեզանից, այս շահն էլ հեռացնի մեզանից, որ մեր շահը մենակ Տերը լինի, այդ ժամանակ մենք ինչ որ խնայում ենք։ Ու տեսեք ինչ ասում Աստված։ Սամվելը առավոտ կանուխ վեր կացավ, որ Սավուղին դիմավոր է եւ Սամվելին իմացում տվեցին, ասելով Սավուղը եկել է Կարմեղոս եւ ահա իր համար հաղթության կոթող կանգնացրեց։ Եվ այնտեղից դառնալով անցավ եւ իջավ Գաղգաղա, եւ Սամվելը Սավուղի մոտ գնաց եւ Սավուղը նրան ասեց. Տերիցն օրհնյալ լինես, Տիրոջ խոսքը կատարեցի։ Եվ Սամվելն ասեց. ապա այս ոչխարների ձայնը ինչ է որ գալիս է ականջիս, եւ արջարների ձայնը, որ ես լսում եմ։ Եվ Սավուղն ասեց. ամաղեկացիներիցը բերին նրանց, որովհետև ժողովուրդը խնայեց լավ ոչխարներին եւ արջարներին, որ նրանց քո Տեր Աստծուն զոհ մատուցանեն, իսկ մյուսներին փչացրինք։ Այն ժամանակ Սամվելն ասեց Սավուղին. սպասիր որ պատմեմ, ինչ որ Տերը այս գիշեր ինձ հետ խոսեց։ Եվ նա նրան ասեց. խոսիր։ Եվ Սամվելն ասեց. ահա դու որ քո աչքերին փոքր էր երևում, Իսրայելի որքան ցեղերին գլուխ եղար, եւ Տերը քեզ Իսրայելի վրա թագավոր օծեց, եւ Տերը քեզ հետ մեկ ճանապարհով ուղարկեց, ասելով գնա եւ այն մեղավոր ամեղեկացիներին նզովիր եւ նրանց դեմ պատերազմիր, մինչեւ որ նրանց բնաջինջ անես, եւ ինչու համար չլսեցիր Տիրոջ ձայնին, եւ ավարի վրա հարցակվելով Տիրոջ առաջին չարություն արիր։ Եվ Սավուղն ասեց Սամվելին, թե Տիրոջ ձայնին լսեցի եւ Տերը ինձ որ ճանապարհով որ ուղարկեց, այն ճանապարհով գնացի եւ Ամաղեկի թագավոր Ագագին բերի եւ Ամաղեկին բնաջին ջարի, սակայն ժողովուրդային ավարիցը ոչխարներ ու արջարներ վերառավ նզովասներիցը շատ լավերը, որ Գաղգաղայում քո Տեր Աստծուն զոհեն։ Հետաքրքիր է որ Սամվելը իրան բացատրում է, ինքը ասում է ախր ես Աստծո խոսք արել եմ, բայց սա արել եմ, որովհետև ժողովուրդ հեզեցին, որ այս անեծքից լավերը բեկալ ենք։ Միթե անեծքի մեջ լավ բան կա։ Միթե անեծքի մեջ լավ բան տենում ենք մենք։ Եթե դա մեղք կա, միթե մեղքի մեջ լավ բան կա։ Ով է սիրում խավարը, խավարի մեջ լավ բան չկա։ Եթե խավարի մեջ լավ բան լիներ, խավարի մեջ էլ ինչ որ բնություն կաճեր։
բույս կաճեր, կենթանություն կաճեր, չեր աճում խավարի մեջ, ինչի որովհետև խավարը ինքը իրանով չունի մի զորություն, որ աճացնի, տա, լավը լինի։ Ու նույնը Աստված երբեք ու երբեք մեղքի մեջ լավ բան չկա։ Շատ ասում են, չէ, դա էսի օգուտ է, էսի լավ է։ Դու չես հասկանում, հələ փոքր ես, հələ կմեծանաս, մի 50 տարի կմեծանաս, հələ գործից բան չես հասկանում։ Չէ, լավ ենք հասկանում, մեղքի մեջ լավ բան չկա։ Մեղքի մեջ կա մի բան, որ Աստված դառնում է մեր համար թշնամի։ Եթե Աստված չխնայեց, մեզ էլ չխնայի։ Եթե մենք մեղքի մեջ լինենք։ Բայց Աստված այնքան սիրեց մեզ, որ այդ մեղքը մեզանից ջնջելու համար իր որդուն զոհեց։ Ինչի համար, որ իմ ու Աստծո միջև եղած հարաբերությունը շտկված մնա, մաքուր մնա, արդար մնա։ Ու դրա համար, եթե Տերը մեր կողմն ով է մեր հակառակ, ոչ մեկ չի կարող մեզ դեմ հակառակ կայնի, բայց Սատանան կուզենա, որ մեղքը մտնի մեր կյանք, որ Աստված հակառակվի, Աստված պատերազմի մեր դեմ։ Ամեն։ Դա համար Տերս թող այսօր օրհնի ամեն մեկիս։ Հետաքրքիր է շարունակությունը ինչումն է, որ երբ որ Սամվելը ասեց, որ Աստված փոշմանել է, որ քեզ թագավոր է դրել, այդ ժամանակ ասեց ես մեղք գործեցի Աստծո առաջ։ Այսօր կարևոր է, որ մենք հասկանանք, այսօր աշխարհը ինչ է անում այսօր, սովորացնում է մեզ, ոչինչ, կարելի է ապրել։ Դե մի քիչ sense, մի քիչ հոմենակ դու չես, այդ միլիոնավոր ժողովրդի մեջ, միլիոնավոր քրիստոնյանի մեջ, միլիոնավոր մարկանցից մեջ, հələ տես, մի քիչ sense-ա պետք, մի քիչ անենցա պետք։ Այդ մի քիչը մեծ խնդրի առաջ կայնացնի մեզ։ Մեզ պետք է այսօր մաքրվենք Աստծո առաջ։ Մենք պետք է այսօր այն, որ Աստված արել է Քրիստոսի զոհի միջոցով, ունենանք սերտ հարաբերություն Աստծո հետ։ Որովհետև Աստված, եթե չխնայեց իր որդուն, ոչ մի բան չի խնայի մեզ համար։ Պարզապես մեզ պետք է, որ մենք թողենք մեր կողմից այն, ինչը որ զզվելի է Աստծո առաջ։ Հետաքրքիր է, երբ որ մենք կարդում ենք Նոեմիի պատմությունը, մեկ էլ Հռութի պատմությունը, ինչ ասեց, երբ որ Նոեմին գնում էր ու Հռութին ուզում էր, որ վերադառնար իր մովաբացիների երկիրը։ Հռութը ինքը մովաբացի էր։ Բայց երբ որ չուզեցավ, սենց ասեց Հռութը, ասեց քո Աստվածը իմ Աստվածը լինի, քո ժողովուրդը իմ ժողովուրդը լինի, որտեղ որ դու մեռնես, ընդեղ էլ ես պետք է մահանամ։ Հասկանում եք ինչումն է, որ սա մի հատ ուխտի զորություն էր, սա մի հատ կարևոր ուխտ էր Նոեմի հետ, որ Նոեմը հասկացավ վերջ, էլ չի կարող իրան համոզի հետ ուղարկի։ Եվ նույն ձևից ուխտի մեջ, երբ որ մենք ջրով մկրտվում ենք, մենք մտնում ենք այդ ուխտի մեջ, որ Տեր, ինչը որ քո համար ճիշտ է, դա իմ համար ճիշտ է, ինչը որ քո համար սխալ է, դա իմ համար սխալ է։ Ես չեմ սիրելու քո թշնամիներին, քեզ ատողներին ես չեմ սիրելու։ Դավիթն է իր Սաղմոսում ասում։ Ասում միթե այն թշնամին, որ քոնն է, ես պետք է թշնամուն սիրեմ, ես ավելի կատեմ այդ թշնամուն։ Դա Դավիթի ուխտն էր Աստծո հետ։ Բայց չգիտես ինչի Սատանեն կարողանում է մեր մեղքը մտցնի մեր ներսում, որ Աստված դառնա մեր համար թշնամի։ Բայց այսօր մենք հասկանում ենք Սուրբ Հոգու միջոցով, որ Տերը դրեց Սուրբ Հոգին մեր ներսում, որ մենք հասկանանք, եթե Տերը մեր կողմն է, ոչ մեկ չի կարող մեզ հակառակ կայնի։ Պարզապես մեզ պետք է, որ կանգնենք Աստծո հետ ապրելու մեջ։ Ամեն։ Ոնց որ ժողովրդի հետ, Իսրայելի հետ, ոչ մեկ չէր կարողանում կանգնել Իսրայելի դեմը։ Այնքան որ ինքը թույլ տվեց մեղքը մտավ, այն էլ այն ձևի մեղքը, որ Մովսեսից վախենում էին, երբ որ Մովսեսի երեսը սպիտակում էր, փայլում էր, վախենում էին, բայց այն ձևի մեղքը մեծացավ, որ ասում Մովսեսի երեսի դեմով այդ կնգան տանում էր, որ իր վրանը մտցներ։ Ամբողջ ժողովուրդը այնտեղ լացում էր, բայց ինքը գնաց իր հաճույքների հետևից։ Եվ դրա համար շատ կարևոր է, որ մեղքը քիչ-քիչ է սկսում, բայց ինքը սկսում է ու ավարտ չունի։ Ամեն դրա համար Տերը օրհնի ամեն մեկիս։ Ես ուզում եմ գամ նոր ուխտի մեջ։ Չենք ուզում հին ուխտ մտնենք շատ։ Պարզապես ուզում եմ ասեմ, որ Աստված, որ հին ուխտի Աստված է, այդ Աստված նոր ուխտի Աստվածն էլ է։ Այդ Աստված զորություն է տալի նաև մեզի։ Ամեն։ Տեսեք Հովհաննեսի թուղթ, առաջի թուղթ Հովհաննեսի, առաջի գլուխ 5-7 խոսքը ինչ ասում։ Եվ սա է այն ավետիքը, որ նրանից լսեցինք, եւ պատմում ենք ձեզ, թե Աստված լույս է եւ ոչ մի խավար չկա նրանում։ Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ եւ խավարի մեջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտություն չենք անում։
Բայց եթե լույսի մեջ մանգանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Հետաքրքիր է, մենք բոլորս կարանք ասենք, գիտես, Աստված լույս է ու ես էլ լույսի մեջ, իր հետ հաղորդություն ունեմ, ասում, բայց եթե մեղքի մեջ ես ապրում, խավարի մեջ ես ապրում, ուրեմն սուտ ես ասում։ Աստծո հետ չունի մարդ հաղորդակցություն, եթե այդ մարդը մեղքի մեջ է։ Ես չեմ ասում, որ մարդիկ երբեմն սխալվում են, դա չի մեղքը։ Մեղքը երբ որ մարդ հասկանում է, երբ որ մարդ սիրում է, երբ որ մարդ գործում է։ Երբ որ մարդու որոշումների մեջ կա այդ սերը դեպի մեղքի նկատմամբ։ Բայց երբ որ մարդը սայթակվում է, դա մեղք չի։ Մարդը ընկնում է, դա մեղք չի, ասում է արդարը 7 անգամ ընկնի պետք է բարձրացնեմ, որովհետև նրա հույսը Աստված է։ Դա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, մեղքը դա սատանայի կողմից ուղարկված մի բան է, որ մեզ թշնամի դարձնի Աստծո հետ։ Որ մեր կյանքը, այն կյանքը, որ Աստված չխնայեց իր որդուն, այդ կյանքը մեր ձեռից վերցնի։ Ամեն։ Ինքը գիտի, որ ուշ դե շուտ Աստված դատելու է երկինքն ու երկիրը, աշխարհը, մեղքերը, սատանային, քանդելու, ասում է Պետրոսի մեջ ասում է, ինչը որ դու տենում ես, բոլորը վառելու է Աստված։ Այն երկինքը, որ երևում է այսօր, ավերևը, աստղերը, լուսինը, դա առաջի երկինքն է ու առաջի երկիրն է, ինչը որ մենք տենում ենք, մենք ապրում ենք։ Դա բոլորը վառելու է Աստված։ Եվ սատանեն ուզում է, որ դրա հետ վառելով հետ էլ մեզ էլ հետը վառի։ Բայց մենք հասկանում ենք մի բան, որ եթե Տերը մեր կողմն է, ով է մեզ հակառակ։ Ոչ մեկ չի կարող հակառակվի։ Սատանեն էլ ինքը չի կարող հակառակվի, որովհետև մեր հույսը Աստված, ամեն։ Դրա համար Տերը օրհնի ամեն մեկից, որ ամուր բռնենք Տիրոջ փեշերից ու ասենք Տեր, ուր որ գնաս ես քո հետ գալի եմ։ Ուր որ մնաս ընդ եմ մնալու, ուր որ հաստատվես ընդ եմ ես լինելու, որովհետև ես սիրում եմ քեզ ու գալիս եմ քո հետ։ Տեսեք առաջի Հովանեսի թուղթը 4 գլուխ 7-ից 11-րդ խոսքը ինչ ասում։ Սիրելիներ, իրար սիրենք, որ սերը Աստվածանից է։ Եվ ամեն ով որ սիրում է Աստվածանից է ծնված։ Եվ ճանաչում է Աստծուն, նա որ չի սիրում Աստծուն, չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։ Սրանով Աստծո սերը երևցավ մեզանում, որ Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ, որ նրանով կյանք ունենանք։ Սրանումն է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր որդին քավություն մեր մեղքերի համար։ Սիրելիներ, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք էլ պետք է իրար սիրենք։ Դա գիտես, դա խոսում է Աստծո սիրո մասին։ Դա ներման մասին։ Ինչ ասում Հովանեսի թղթի մեջ, ասում է, եթե մարդը իր եղբորը չի սիրում, նա խավարի մեջ է ապրում։ Ու չի կարող ասի, որ մարդը խավարի մեջ ապրում, ինք ունի հաղորդակցություն Աստծո հետ։ Այսինքն Տերը սովորացնում է, որ մենք սիրենք։ Սիրենք մարդուն։ Սիրենք Աստծո ծնվածին։ Դա Աստծո սիրով սիրենք եւ ոչ թե մարդկային սիրով։ Մարդկային սերը դա Պետրոսի սերն էր, որ ասեց, Պետրոս, սիրում ես ինձ, ասեց, հա Տեր, սիրում եմ քեզ։ Բայց դա մարդկային սիրո պատասխան էր։ Բայց երբ որ ժամանակ եկավ, որ Աստծո հոգին լսվավ, այդ ժամանակ Աստծո սերը լսվավ Պետրոսի մեջ, ու արդեն իր կյանքը դրեց իր աղբոր համար, եղբոր համար, մյուսի համար։ Այսօր Սուրբ Հոգին այսօր մեր մեջ է ինչի համար, ոչ թե միայն օտար լեզուներով աղոթենք ու այդ օտար լեզուներով աղոթենք ու զարմացնենք մարդկանց, որ գիտես, ես օտար լեզուներով աղոթ գիտեմ, այլ նրա համար չուղարկեց Աստված Հոգին միայն, այլ ուղարկեց, որ Աստծո սիրով սիրենք մենք։ Առանց Սուրբ Հոգի մենք չենք կարող Աստծո սերը ունենանք։ Երբ որ Աստծո սերը գալիս է, մենք էլ չենք նայում, այդ մարդը օրհնում է մեզի, այդ մարդը անիծում է, այդ մարդը ինչ անում էր կյանքի մեջ։ Պարզապես մենք օրհնում ենք իրան, ասենք Տեր ողորմություն տարա։ Եթե չար ճանապարհի մեջ ասենք Տեր ողորմի իրան, թող ինքն էլ օրհնվի։ Թող ինքն էլ ճանաչի քեզ, թող ինքն էլ փրկություն ստանա։ Բայց եթե տենում ենք, որ ինքը ավելի լավ անում ենք, ավելի ենք սկսում օրհնել, ինչի համար, որովհետև դա Աստծո սերն է։ Եվ Աստված ասում է, սրանով մենք կհաստատենք, որ մենք լույսի մեջ ենք քայլում։ Գիտեք, մեր գործելը մենակ ինչ-որ գողություն անելը չի, շնություն անելը չի, մենակ դա չի։ Չսիրելը դա արդեն մեղք է։ Եղբոր չսիրելը դա արդեն մեղք է։ Քրոջը չսիրել դա արդեն մեղք է։ Դրա համար մենք այսօր պետք է հասկանանք, որն է Աստծո սերը։ Առաջին Կորինթացիներ 13-րդ գլխում խոսում է սիրո մասին, որն է այդ սերը։ Սերը չի նախանձում, չի հպարտանում, չի լրբանում, իրանը չի որոնում։
Գիտես դե հասարակ բան է, բայց հավատացեք այդ հասարակի մեջ սատանեն կարողանա մեր մեջ դնի թշնամություն։ Ինչի համար, որ չսիրենք։ Որսեք հենա սիրում ենք, մեզ սիրողներին սիրում ենք, մեզ անիծողներին չենք սիրում։ Բա ոնց կլինի տենց։ Բա չես մտածում, որ հետո շատ բաներ կխնդրես, շատ բաներ կուզենաս, որ Աստված լսի, բայց Աստված իր ականջը կփակի։ Նույնը Իսրայել ժողովուրդներ է ձև ապրում։ Իր սիրողներին սիրում էր, իր չսիրողներին չէր սիրում։ Ասма դուք մաքսավորների նրանց նման եք դառնում, ասма ձեզ բարև տվողներին բարև եք տալի, բարև չտվողին բարև չեք տալի։ Օգուտը ո՞րն է։ Բայց ասма նաև բարև տուր քեզ բարև չտվողին։ Այստեղ է Աստծո սերը, այստեղ է Աստծո մեծությունը, եւ սա բերես որ մենք դրա մեջ աճենք։ Ամեն։ 12-13 խոսք է նույն Հովանեսի թուղթը 4 գլխի։ Սենց ասում, Աստծուն երբեք մեկը չի տեսել։ Եթե իրար սիրենք, Աստված մեզանումն է բնակվում, եւ նրա սերը կատարյալ է մեզանում։ Սրանով գիտենք, որ մենք նրանում ենք բնակված, եւ նա մեզանում, որ իր հոգուցը տվավ մեզ։ Հետաքրքիր ասում, Աստծո սերը կատարյալ է մեր մեջ։ Ով որ ասում է, եթե Տերը իմ կողմն է, ով է ինձ հակառակ։ Ես ասում եմ, եղբայրս, քույրս, Աստծո սերը կատարյալ քո մեջ է։ Եթե Աստծո հոգին այսօր իմ ու քո մեջ է, նշանակում է Աստծո սերն էլ է կատարելապես քո մեջ։ Նշանակում է դու ուժ ունես սիրելու մեկին, որը որ շատ անգամ ինքը վնաս է հասցրել քեզ։ Լսեք մի բան ասեմ, եթե այդքան լուրջ չլիներ թշնամիների սիրելու հարցը, եթե դու քո թշնամուն չսիրես, դու չես կարա երկինք մտնես։ Իմ կասեք, ես ինչ ասեց։ Ես ասեցի։ Շատ անգամ մարդիկ եղել են, որ հիվանդացել են, արդեն մահանալու մոտ են, բայց Աստված իրանց հոգին չի վեկալել։ Իրանք տանջվել են մահճակալ վրա, բայց Աստված չի վեկալել իրանց։ Միջև որ իրանք սիրել են, իրանք բաց է թողել, իրանք ներել են այդ թշնամուն։ Որը որ մեկից բաժանված է եղել տարիներով, ինչ որ մեկին թշնամություն արել, ինչ որ մեկը վատ է եղել։ Բայց Աստված չի վեկալել, ինչի որովհետև եթե հոգին վեկալեր, ինքը դժոխք կընկներ։ Ու ինչ տեղի ունեցավ, երբ որ աղոթվեց այդ մարդու համար, ու մի անգամ չի եղել, շատերը, ու շատ մարդ, երբ որ երկար ժամանակ անկողնում մեջ է, ու ինքը չի մահանում, հոգին չի կարում տա, բայց տանջվում է, հասկանում ենք մի բան, որ իր մեջ կա մեկը, որին ինքը չի ներել։ Իր ժամանակն է մահանալ, բայց ինքը չի մահանում։ Ինչի համար, որովհետև Աստված չի ուզում, որ իրան դժոխք գցի։ Եվ դա Տիրոջ ողորմությունն է։ Ու երբ որ այդ մարդուն հետ խոսում ենք, ասում ենք, ունես սրտիդ մեջ մեկին, որ չես ներել։ Մեկ էլ թե մեզ ծածուկ են, խորը տեղերից սրտի են ծածուկ տեղերից ասում, հա, ըստ սրան։ Թեկուզ իրան վատություն արել։ Հետո ասում ենք, քեզ պետք է որ սիրես իրան, ներես իրան, բաց թողես իրան, օրհնես իրան։ Ու երբ որ ինքը օրհնել է, երբ որ ինքը թողել է, երբ որ ինքը ներել է, այդ գիշերը կամ հաջորդ օր Աստված վեկալել է իր հոգին։ Գիտեք ինչի, որտեղ ասում եմ, Հիսուսը իզուր չասեց, ասեց սիրեցեք ձեր թշնամիներին, ինչի համար։ Սա ձև չէր, սա թուլություն չի, թույլ մարդը չի կարող իր թշնամուն սիրի։ Սա ուժեղ մարդիկ կարան իրանց թշնամիներին սիրեն։ Ուժեղ մարդիկ կարան օրհնեն իրանց անիծողներին։ Եվ այսօր Աստված կանգնացնում է մեզ դրա առաջ, որ մենք հասկանանք հոգևոր պրինցիպը որն է։ Եվ սա հենց այդ է մեղքը։ Ինչի համար, երբ որ մեկին չես սիրում, մեկին ատում ես, ուր եթում ես էտի վեշնի հետը տա։ Հանգարց ասում են, գիտես քո մասին ինչ են խոսում, արդեն դու գիտես էտի այդ մարդն է։ Ինչի, որովհետև դու քեզ կապել ես դրանով։ Բաց թող։ Ինքը իր գործն անում, բայց դու դրանով կապվել ես, բաց թող դու քո կյանքով ապրի, դու քո օրհնություններով ապրի։ Ինչն էր Հագարը, որ ինքը չտեսավ իր կողքի աղբյուրը։ Ինքը ծարավ մեռնում էր, երեխան ծարավ մեռնում էր, բայց ինչն էր, որ ինքը չկարողացավ տենար։ Գիտեք ինչն էր։ Իր ատելությունը Աբրահամի նկատմամբ ու Սարայի նկատմամբ։ Աստվածաշնչի մեջ չկա։ Ես քեզ ասեմ, եթե քեզի դուրս անեին երեխու հետ այդ ձև, դու կսիրեիր։ Ուրեմն իր մեջ ատելություն կար եւ Աբրահամի նկատմամբ եւ Սարայի նկատմամբ, որտեւ այդ տնից դուրս հանեցին ու քշեցին անապատ, ասեցին գնա, այս մի ջուրը վեկալ ու գնա։
Ու շատ մարդիկ կան, որոնք որ իրանց ամուսիններին կամ իրանց կանանց տեր չեն եղել, այդ երեխեքին տեն չեր եղել, այդ թշնամությունը պահել են մինչև հիմա։ Բաց թող։ Ու երբ որ ասես լսի, դու քո ձեռով կզորացնես երեխային, ու ես կօրհնելու եմ երեխային, ու ես օգնելու եմ քո կյանքը, ներում եկավ իր մեջ, հասկացա, որ ինքը շպրտված մեկը չի, ինքը մեկն է, որ Աստված իրան էլ է ներում։ Ու երբ որ ներում եկավ, ասում է, կողքի ֆրած ու տեսավ, որ կողքը ջուր կար, օրհնություն կար, Աստծո կողմից։ Այսօր շատ անգամ մեր կյանքի մեջ որ չենք տենում այդ օրհնությունները, պատճառը սրանն է, որ ինչ-որ մեկը կա, որին որ չենք սիրում։ Ամեն։ Մեր օրհնի ամեն մեկից, որ մենք հասկանանք, քրիստոնեությունը ծիծաղկատարություն չի, քրիստոնեությունը կյանք է սիրո մեջ։ Եվ Աստված սովորացնում է, որ մենք սիրենք մեր թշնամիներին, սիրենք մեր ժողովրդին, սիրենք ամեն մեկին, թեկուզ ինքը վատն ան, մենք աշխատենք օրհնենք իրանց, բաց թողենք իրանց, որ մեր կյանքի աղբյուրները չցամաքեն։ Շատ անգամ մարդկանց ներսում ցամաքած քրիստոնեություն են անցկացնում։ Լսի, քրիստոնեությունը Հագարի նման անապատներում չոր անապատների մանգալը չի։ Քրիստոնեությունը անապատի մեջ ջրերով ապրելն է։ Երբ որ մենք անապատ ենք դուրս եկել այսօր, այդ ժողովրդի նման, Իսրայել ժողովրդի նման, մենք բոլորս աշխարհից դուրս ենք եկել, Եգիպտոսից դուրս ենք եկել, բայց երկինք էլ չենք եկել, խոստացված երկինք էլ չենք հասել։ Ուր-դեղ ենք, անապատում ենք։ Այսօր մենք անապատի մեջ ենք։ Ու ինչ ենք անում անապատի մեջ։ Սիրում ենք մեր թշնամներին, սիրում ենք մեր ժողովրդին, սիրում ենք մեր եղբոր քրոջը։ Ինչի համար, որ աղբյուրները չցամաքի մեր։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք Տեր օգնի մեզ։ Ահա ինչ արեց, եթե Տերը մեր կողմն է, լսի, ուզում եմ ամբողջ աշխարհը թշնամին լինի քո դեմ։ Եթե Տերը քո կողմն է, ինչ ես դրանով կապում ու դրանով զբաղված։ Տիրոջով ապրի։ Հիսուսով ապրի։ Ու մենք հասկանանք մի բան, որ Տեր շնորհակալ ենք այն կյանքի համար, որ դու տվել ես։ Միթե Տիրոջ տված սերը այդքան քիչ է, որ չեն կարողանում ծածկել մնացածը։ Փոքր չի։ Բայց հասկանում եմ մի բան, որ եթե դրա մեջ ապրում ենք, Տերը մեր թշնամին չի դառնում։ Հավատացեք, հասարակ մի բան, եթե ինչ-որ մեկին չես սիրում, դրանով դու քեզ կապում ես ու հասկանում ես մի բան, որ դու դրանով զբաղված ես, Աստվածաշունչ ես կարդում, խոսքը չի բացվում, աղոթում ես, խաղաղություն չի գալի, ինչ անում ես, չի լսվում, ծոմ ես մտնում, չի դզվում այդ ամեն ինչը, ինչի համար, որովհետև ինչ-որ մի բան կա ներսում խախտված, չորություն կա, բայց այսօր Աստված ուզում է, որ այդ չորությունը հանվի, այդ մեղքը հեռացվի մեզանից, ինչի, որովհետև որ Տերը ուզում է լինի մեր կողմին։ Ամեն։ Դրա համար Պողոս առաքյալ որ գրեց, ասեց, եթե Տերը մեր կողմն է, բայց կարա Տերը մեր կողմ չլինի։ Ու հավատացեք, երբ որ մենք այդ մտքի, այդ խավարի մեջ ենք, ինչը ատելության մեջ խավար կա, եթե դրա մեջ ենք, Տերը մեր կողմը չի արդեն։ Տերը ինչ անում։ Շարելապետ։ Ոնց ինքը մեղ կա գործել, հա որովհետև դու չես սիրել, չես ներել իրան, բաց թող իրան։ Տեր ուշտուր որ ներեմ իրան, բաց ես թողում, մեկ էլ հասկանում ես, մի հատ խորը շունչ է գալի, մի հատ կիսլարոդ է գալի քո ներսը, մի հատ ուրախություն է գալի քո ներսը, մի հատ խաղաղություն է իջնում։ Ու հետո հասկանում ես, կողքերդ այնքան օրհնություն է պատրաստել Տերը, բայց այդքան ժամանակ ես չէի նկատում, ինչի, որտեվ Հագարի նման ծածկված էր իմ կյանքի մեջ։ Ամեն։ Տեր օրհնի, մի տեղ էլ կարդամ ու վերջացնեմ։ Տեսեք 18-ից 21-րդ խոսքը նույն Հովանեսի թղթից 4 գլուխ։ Ինչ ասում, վախ չկա սերի մեջ։ Այլ կատարյալ սերը հեռացնում է վախը, որտեղ վախը տանջանք ունի, բայց նա, որ վախենում է, կատարյալ չէ սիրո մեջ։ Մենք սիրենք նրան, որտեղ առաջ նա սիրեց մեզ։ Եթե մեկը ասե, թե սիրում եմ Աստծուն եւ իր եղբորն ատե, նա ստախոս է, որովհետև նա, որ իր եղբորը տեսած եղբորը չի սիրում, ասում, որ չի տեսել, ինչպես կարող է սիրել։ Եվ այս պատվիրանքն ունենք նրանից, թե նա, որ Աստծուն սիրում է, իր եղբորն էլ սիրի։ Հետաքրքիր է, ասում, մենք Քրիստոսից ունենք այդ պատվիրանքը։ Ամեն մեկից տրված է այդ պատվիրանքը, որ եթե Աստծուն սիրում ենք, ուրեմն իրանից ծնվածին էլ պետք է սիրենք։ Մեր եղբորն էլ պետք է սիրենք։ Դա Աստծո կողմից տրված պատվիրանք է։
Եվ Հովանեսի ավետարան առաջի թուղթ Հովանեսի թուղթ առաջի 5-րդ գլուխ 3-5-րդ խոսքերը սենց ասում որովհետև սա է Աստծո սերը, որ նրա պատվիրանքները պահենք։ Եվ նրա պատվիրանքները ծանր չեն, հավատացեք ծանր չեն։ Սիրելու մեջ թեթև բան չկա։ Այլ մուր պահելու մեջ է ծանր, չներելու մեջ է ծանր, այնքան է ծանրան, որ ունքերը ցենց կախվում ացած, ատելու մեջ է ծանր, բայց սիրելու մեջ ծանր չկա։ Պարզապես մի բան կա, որ քո անձը խաչը բարձրացնում ես, որ կարողանաս սիրես մարդուն։ Ասում է, եւ նրա պատվիրանքները ծանր չեն, որովհետեւ ամեն ով որ Աստվածանից է ծնված հաղթում է աշխարհին։ Եվ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը, եւ ով է որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, որ հավատում է, թե Հիսուսն Աստծո որդին է։ Այսօր ես ու դու ունենք հաղթություն մեր մեջ։ Եվ այսօր մեր հավատն է հաղթում։ Եվ այս հաղթությունն է, որ այսօր մենք պետք է սիրենք Աստծուն եւ Աստծո ժողովրդին։ Գիտեք, եթե չսիրենք, սա մեղք է։ Ասում եմ, եթե բարին գիտես ու չես անում, դա մեղք է։ Աստծո խոսքն ասում։ Եվ գիտենք, դե մեղքը ինչ որ պետք է գնանք, եսի մում սպանենք կամ եսի ինչ անենք, չէ, հասարակ մի բան։ Եթե դու չես սիրում քո եղբորը կամ քրոջը, դու արդեն մեղքի մեջ ես։ Դու արդեն խավարի մեջ ես։ Եվ սրանց մեզ մաքրվել է պետք։ Տեր օգնի մեզի։ Ամեն։ Դամար Տերը սորտնի ամեն մեկիս, որ հասկանանք մի բան։ Տերը մեր կողմն է։ Ասա մենք ընդունենք Տիրոջը մեր կողմը, իր խոսքը լսելով, իր խոսքի մեջ ապրելով։ Այդ եթեն Պողոսը թողեց մեր վրա, որ եթե Տերը մեր կողմը չլինի, ով է մեզ հակառակ, հեցինք Աստված։ Բայց եթե Տերը մեր կողմն է, ով է մեզ հակառակ, ոչ մեկ։ Ամեն։ Կարաս կողինիդ ասես, եթե Տերը քո կողմն է, ով է քեզ հակառակ։ Ոչ մեկ էլ հակառակ չի կարա լինի։ Հավատացեք, չի կարա լինի։ Բյուրավ դժվարությունների մեջով էլ կանցնենք, բայց չի կարա հակառակվի։ Որտեվ Տերը մեր հետ է։ Ամեն, կանգնենք ոտքի աղոթենք։ Պարզապես այս խոսքը խոսացի, որ մենք հասկանանք Տերը մեր կողմն է։ Պարզապես մենք մատերիալանքով չնայենք ու Տիրոջը դարձնենք թշնամի, ոնց որ Իսրայել ժողովուրդը թշնամի արեց Աստծուն, եւ Աստված 25000 հոգի մարդ սպանեց իր տարածքի մեջ։ Բայց Տերը դրա համար չէր հանել իր ժողովրդին, հանել էր օրհնության համար, բայց իրանք մահ ճաշակեցին, ցավ ճաշակեցին, սուկ ճաշակեցին, դժվարություն ճաշակեցին։ Տերը այսօր ինձ ու քեզ օրհնություն է բաժին տվել։ Օրհնի ու պետք է օրհնվես, որովհետև օրհնության համար ես կանչված։ Ամեն։